Ուզում եմ ներկայացնել ձեզ այսօր հանրային լսում է անցկացնում Քարաբերդի ոսկու հանքավայրի հետ կապված, որ մեզ դիմել է Ասատ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ասատին մենք կազմակերպությանը եւ որոշ լավ ծանոթ ենք, որովհետեւ քանի տարի աշխատանքներ ա կատարվել համայնքում, գործունեություն ա ծավալել, համայնքին իր ներդրումներն արել ա։ Ողջունում եմ բոլորին, ինչպես նշվեց համայնքապետարանի համայնքի ղեկավարի կողմից ինչպես նշվեց, սա արդեն չորրորդամյա քննարկումն է, ասած սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Քարաբերդի հանքավայրի կենտրոնական տեղամասի լիցենզիայի ժամկետի երկարաձգման նախագծային փաստաթղթերի փաթեթի փորձաքննական գործընթացները շարունակում են, ինչպես նշվեց համայնքի ղեկավարի կողմից, այս փաստաթղթի փորձաքննությունը դեռևս սկսել է իրականացվել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության 110 օրենքի պահանջներից ելնելով, շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվել է տեխնիկական առաջադրանք, որով սահմանվել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության բովանդակությունը, հարկ եմ համարում նշել, որ տեխնիկական առաջադրանքը տրվել է ամբողջ ներօգտագործման համալիրի ստորգետնյա, ինչպես նաև բացահանքի և բոլոր ենթակառուցվածքների համար, սակայն ոլորտի լիազորմանի տիկնախարարության կողմից հիմնավորվել է համապատասխան ձևով, որ այս փաթեթը պետք է ներկայացվի առաջնահերթ ստորգետնյա հանքավայրի լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար, հիմնավորումները կան փաթեթում և փորձաքննվում է այս պահին շարունակում է իրականացվել ստորգետնյա հանքավայրի գործողական աշխատանքները։ Հարկ եմ համարում նշել, որ այս փաթեթի վերաբերյալ ծանոթությունը իրականացվել է օրենսդրությանը համապատասխան, ծանոթվելով Համբակ համայնքապետարանին, մենք նաև այդ գրությամբ տեղեկացրել են, որ օրենսդրությանը համապատասխան ծանոթություն իրականացվի ինչպես նախաձեռնողին, այնպես էլ շահագրգիռ հանրությանը։ Եվ ես կարծում եմ, ավելի պատշաճի այդ ծանոթություն իրականացվել է։ Նշեմ նաև, որ մինչև ծանոթման գործընթացների իրականացնելը, այս փաթեթը ուղարկվել է կարծիքների, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններ, տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, ստացվել են դիտողություններ և առաջարկություններ, շրջակա միջավայրի նախարարության ՊՕԱԿ-ի կողմից առաջադրված մի շարք դիտողությունների հետ մեկտեղ հաշվետվություն ուղարկվել է լրամշակման և այս լրամշակված հաշվետվության վերաբերյալ կազմակերպվել են այս հանրային քննարկումը։ Այս հանրային քննարկման նպատակն է ևս այս փուլում ձեր կարծիքները լսելու է և մինչև գործընթացի ավարտ հաշվի առնել կամ որոշ պահանջներ կամ կարծիքներ ամրագրվել որպես փորձաքննական պահանջներ, փորձաքննական եզրակացություն։ Այսքան իմ կողմից, հետո ընթացիկ մեր հարցերը կուղենվես, մինչ այդ, մինչև հարցերի տրամադրելը մենք խնդրենք ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացնել համառոչման հաշվետվությունը և ներկայացնելու ընթացքում հարցերը կուղենք նախագծող կազմակերպությանը կամ շմալ մշակողին, այսքան իմ կողմից։ Շնորհակալություն, կարճ ներկայացնեմ նախագիծը, այնուհետև փոխանցեմ մեր շմագի մասնագետին։ Քարաբերդի հանքավայրը գտնվում է Լոռու մարզում, բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Համբակ գետի ծախապին, դեռևս սովետական միության տարիներին, սկսած 1967 թվականից ուսումնասիրություններ կատարվել են, վերջին անգամ 2006-ից 2009 թվականներին Ասատ ընկերությունը իրականացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում կազմվել է հաշվետվություն և լիազոր մարմնի կողմից հաստատվել են 1,6 տոննա ոսկու և 3 տոննա արծաթ պաշարներ,
Այնուհետև 13 թվականին ընկերությունը ստացել է շահագործման թույլատվություն եւ 2014-ից 24 թվականին իրականացրել է հանքավայրի շահագործումը բացառապես բաց եղանակով։ Այնուհետև ժամկետը սպառվել է 06/06/2024-ին, այժմ ընկերությունը ցանկանում է թույլատվություն ստանալ մնացորդային պաշարները շահագործելու նպատակով։ Այս անգամ ընկերությունը նախատեսում է բացառապես փակ եղանակով շահագործել հանքավայրը, ինչպես նաև բացահանքում արդյունահանված պայստավորված հատվածը մշակել։ Մնացորդային պաշարները մոտ 1,5 տոննա ոսկի են, 2,7 տոննա արծաթ։ Ընկերությունը նախատեսում է արդյունահանել օգտագործելով երրորդ բովանցքը, նրա հարակից տարածքում նախատեսում է 581 մետր քառակուսի տարածքի վրա արդյունաբերական հատվածն հրապարակ պատրաստել, որտեղից բերվելու է հանքաքարը, տեղավորվելու է այդտեղ, այդտեղից տեղափոխվելու է Վանաձորի երկաթգծային կայարան, մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա է, որտեղից էլ տեղափոխվելու է Արարատում գործվող ֆաբրիկա կամ այլ ֆաբրիկա։ Առկա պաշարներով ընկերությունը նախատեսում է ստանալ 30,000 տոննայի արդյունահանման թույլատվություն, առկա պաշարներով հանքաքարը կբավարարի 9 տարի եւ ամբողջ աշխատանքների ավարտից հետո ընկերությունը նախատեսում է իրականացնել նաեւ ռեկուլտիվացիա։ Ռեկուլտիվացիայի կենթարկվեն ոչ միայն այս 9 տարվա ընթացքում խախտված հողերը, այլ մինչև այդ խախտված հողերը նույնպես։ Ընկերությունը բացի պետական վճարները, ռոյալթիները, բնօգտագործման վճարները, բնապահպանական միջոցառումների մոնիտորինգի վճարները եւ պետական տուրքերը, նաեւ նախատեսում է սոցիալական ծրագրեր իրականացնել։ Արդեն բնապահպանական մասով մեր գործընկերը Արտակ մանրամասն կներկայացնի, ինչ գործառույթներ են կատարել եւ դրան հետևանքով ինչ վնասներ կունենան, դրանց չեզոքացում են եւ վերացման շուրջ։ Շահագործումը իրականացվելու է փակ եղանակով, այսինքն այն մենք հաշվի առել, շնորհը ուրեմն իրականացվելու ուրեմն նպատակով եւ ինչու իրականությունը այն է, որ փակ եղանակը մեզ թույլ կտա էականորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա հասարակական ներկայությունը, այսինքն փակ եղանակով ինչ որ իրականացվելու արվելու է ուրեմն հանքում եւ դա կթույլ տա, որպեսզի օրինակի համար ասենք մթնոլորտային արտադրությունները սահմանափակել հանքում, որոշակի ուրեմն շրջանի հիվերդել ուրեմն այլ գործողությունների արդյունքում ուրեմն այդ ամեն ինչը նստեցնել հանքում եւ կարելի ասել ուրեմն ամբողջ արտադրությունների 10%-ը արդեն կհանձնվի, այսինքն դա կարևոր էական գործոն է, ինչ որ մենք հաշվի ենք առել գնահատումը իրականացնելիս։ Եվ ուրեմն այս րոպեին ասեմ, ինչու՞մն է դրա դրականը, այն է, որ տեսեք օրինակի համար նույն ասենք կենդանական ու բուսական աշխարհի առումով, երբ որ փոշին մնում է հանքում եւ չի դուրս գալի, ապա բնականաբար դա նպաստում է, որպեսզի շրջակա ասենք կենդանական ու բուսական աշխարհը կամ ասենք հողը չախտոտվի կամ մինիմալ ախտոտվի կամ կառավարելի ախտոտվի, այսպես ասեմ, եւ դրա արդյունքում կրկին, ասենք դրական ֆակտորը ինչ որ կրկին հաշվի առնվել գնահատման արդյունքում։ Նորմալ ասենք ներկայացված է, թե ինչքան ջուր է ծախսվել, որպեսզի հանքաշխատի, ինչքան ուրեմն դրա արդյունքում ինչքան կեղտաջուր պետք է առաջանա, ներկայացված է ինչքան թափոնի առաջանալու եւ նկատում ենք ընդդեմ օգտագործման եւ ոչ այսպեսին, այսինքն յուղերը, այսինքն թողերը, թեվայրն այդ ամեն ինչը ներկայացված է, որտեղ է կուտակվելու, ում է կուտակվելու, ինչպես աղմուկի թրթրման առումով, ասենք ասենք, բավականին տարածություն ունենք հանքի եւ բնակավայրի միջև, այսինքն դա գրեթե չի ազդելու, մարդկանց վրա նաեւ ունենք մանրամասն ներկայացված գործողություններ շրջակա միջավայրի տարբեր, ասենք պետրոպային օդի, ջրային ռեսուրսների, բուսական աշխարհի եւ այդ ամեն ինչի վրա նվազագույնը ազդելու նպատակով
Եվ ընդհանուր առմամբ գնահատման արդյունքի մեկ ենք այնպիսի եզրահանգման, որ ընդհանուր առմամբ եթե այն ամենը ինչ որ նախատեսված է իրականացվի, ապա մենք ուրեմն ենք շատ փոքր ազդեցություն շրջակա միջավայրի վերաբերյալ եւ դրականորեն գնահատականը ընդհանուր ասենք ասեմ ոչ բացասական է։ Ու պետական մարմիններն ուղարկել են դա ասենք տարբեր բիզնեսություններ, որտիսի իրենք են մեկնաբանեն, եկել են ուղղություններ, որոնին պատասխանել են եւ այսպես են գտնվում են դեպքում, որտիսի տեսնեն դուք ինչ եք մտածում այդ ամենի մասին։ Օլեգ Բուլգարյան, նայեք, այս տարիների ընթացքում այս համայնքը անընդհատ սենց գրիվների մեջ է, տարբեր ընկերություններ ցանկանում են այստեղ պաշարնել որոնել եւ տարբեր ընկերություններ նաեւ ստեղծել են իրենց կողմնակիցների տարբեր խմբեր, հա, եւ կամ մարդիկ որ դեմ են, բայց հիմնական կոնսենսուսը բոլոր խմբերի տարիներ շարունակ եղել է հետեւյալը, որ մենք ունենք մի հատ բաց հանք եւ այլևս հանքի ընդլայնում չենք ցանկանում ունենալ։ Այսինքն այդ բաց հանքը թե վերջացել է ռեկուլտիվացվի, թե չի վերջացել ավարտվի եւ այլևս որևէ հանքարդյունանում տեղի չունենա։ Դա մեկ հարցը, որ ես պետքա բոլոր ժամանակների մտքերը անպայման բերեմ այստեղ, պետքա տեսանյութերով, չգիտեմ, այլ կապ չունի թե համայնքի հավաքանն ինչ է որոշում, դա ընդհանրապես դե մի կներեք պարոն Կոնստանտյան, ես ասեցի շրջակա միջավայրի նախարարությանն է խոսքս ուղղված, ասեցի չխանգարը։ Եվ ամենակարևոր այս համայնքի բնակիչները չէ, պարոն Կոնստանտյան, դուք եք տվել այդ եզրակացությունը։ Դե ուրեմն որպեսզի կոնկրետ հստակ խոսեմ, մի խանգարեք, այսինքն կոնկրետ, հա, այսինքն այն որ պետք է ներքին նորից, հա, այսինքն գետնի տակով այդ հանքը անվի, այդ պաշարները հանվեն, դա եւս կոպիտ ասած հանքի ընդլայնում է։ Այսինքն ստեղ կարող ասենք որ ժամկետների մասին են խոսում, բայց դա մենակ ժամկետ չի։ Դա նոր պաշարների հանումը այլն էլ փակ եղանակով եւ այստեղ շատ կարեւոր է, այսինքն օրինակ շրջակա միջավայրի նախարարություն ընդհանրապես տվյալ գրունտը գնահատել է, ինքը փակ եղանակի համար օրինակ չգիտեմ, հա, պիտանի գրունտ է, թե պիտանի գրունտ չի, այսինքն նման հարցեր կարան լինեն, հա։ Կամ այսինքն ստորգետնյա այդ շահագործումը ինչ այլ հետևանքներ պետք է ասել չեմ մարդկանց որ ստորգետնյա շահագործումը եւս իր վնասները ունի ու պետք է ասել թե ինչ վնասներ են դրանք կարող են լինել հանքախորշերից դուրս եկող չկառավարվող ջրեր դրանք կարող են լինել աղբյուրներ այ մեծ աղբյուր է բոլորը կանգնում են այնտեղ ջուր են խմում այդ աղբյուրը ով է ստուգել այդ աղբյուրի ջրերը որտեղից են գալի այդ Վանաձորի տակից ոչ մեկ չի ստուգել Այսինքն շատ խորքային պետք է այսինքն այդ ուսումնասիրությունը կատարվի դաշտային աշխատանքներով, այն էլ անկախ փորձագիտական, հա, խմբերի կողմից, ոչ թե ասենք, օրինակ ընկերություն ասի, նախարարությունն էլ ընդունի դա որպես օբյեկտիվ տեղեկատվություն։ Եվ հաջորդը, այսքան տարիներին անդադ խոսել ենք, երբեք այդպես էլ Վանաձորը չճանաչվեց ազդակիր առհասարակ։ Այսինքն վանաձորցիներ կան Տարիներ շարունակ ասում են, այդ հանքը մենք ենք տեսնում Վանաձորից, Արցախ բուրակից, ի վերջո մեզ էլ վնասնալի փոշիա, չգիտեմ, տեխնիկայա, աղմուկա, որևէ ձև Վանաձորը ազդակիր չի ճանաչվել այդ ամբողջ ընթացքում, հա, չնայած բարձրաձայնումները միշտ եղել են, այս լսումները հատկապես չորրորդները, միանշանակ պետք է Վանաձորում էլ կայանային, բայց կարծես թե չկա Եվ թե համայնքի բնակիչները կարտահայտ են, բայց հստակ է այդ կոնսենսուսը եղել տարիներ շարունակ, որ այն ինչ որ կա, պետք է ավարտվի նոր տարածքներ, նոր հանքեր մենք չենք ուզում շահագործել։ Եվ նաև քանի որ նախարարության ներկայացուցիչստեղ է, անցյալ լսումներից մեկում ես պարոն հանքաբանական գիտությունների դոկտոր, հա, Պետրոս Ալոյանի աշխատությունն էի բերել Որտեղ ինքը նշում էր, հա, այսինքն որ սա կոչվում է ուրանային գոտի։ Հա էլ խառնվեցին տվյալ ընկերությունում, ասեցին տենց բան չկա, համայն հետո ինչ որ նախարարությունից թուղթ բերեցին, որ նախարարությունում ընդամենը գրված է, որ չկա նման պաշարներ հաստատված, այսինքն չկա նման եզրակացություն, որ այստեղ ուրան կա, այսինքն նախարարությունը չի ուսումնասիրել, երևի չգիտի կամ չգիտեմ, բայց կա աշխատություն, կցանկանամ որպեսզի հերքեք, որպես նախարարության ներկայացուցիչ
Պետրոս Ալոյանին հերքեք, ասեք այս մարդը ճիշտ չի ասել եւ այստեղ ուրան չկա եւ դրանով բրցնենք, խոստանում եմ այլևս ուրանի մասին այստեղ մեջբերումներ կամ հողումներ Պետրոս Ալոյանի չանել։ Երևի թե հասկան, շնորհակալություն։ Դեմ ենք բնակիչները ժողովրդի բոլորս դեմ ենք այս հանցագործը։ Լավ է։ Ստելը լիվսո կաշ կոնսեպտ ներկայացիկը մենք ցավս հավաքենք, նայելով բոլորով միասին մենք պետք է ապրենք։ Երեխեքներ պետք է ապրի։ Մենք դեմ ենք կոնկրետ որս հանքը լի։ Всё։ Ինչ կապերակ չկա։ Ով ուզում ավականին որոշի։ Թե ով պետք է որոշի։ Նույնպես գյուղի Մենք ես բնակիչ ենք, մենք դեմ ենք։ սանքի աշխատանքները Հագիստ խոսում։ Մենք մեր դեմ ենք պատասխան։ Մի րոպե։ Սաշ մենք ասում ենք մենք դեմ ենք։ Ու Անագործակցում ենք էլի արը, կամ կողմնակից էլի հետները, որ բացվի հանքը, գյուղի բնակիչ Բերեք հերթով լսենք։ ասում ենք։ գյուղի բնակիչ դեմ են, որ սանքը աշխատի։ Շատ վնասներ կլի, շատ մարդներ ասավ, հասկանալի, պարզևով, շատ բաներ կա, որ ստուգված չեն, ջրերի հետ կապված, մեզ վնաս, մեր երեխեքին, մենք ստեղ ապրում ենք, դեմ են, որ այդ հանքը աշխատի։ Բայց չկա որ ստացի ես կողմ, հով ասում։ Մենք բոլորս Կոտերից, մենք որ հանքերը աշխատեն։ Իսկ եթե Ադրոքուց երեք սոց չկաս, երեխեք դի մեծանատեն, ոնց ես իկի բացի պլանի, ամի որ այդ հանքը աշխատեց, մեկ այդ մեքենաները բարձրվեն, այդ բաշարը, պեղափոխելվեն, էր այդ փոշին նստելու մեր ամասուններ արորդավարի վրա, մեր հնդելատների վրա, մեր խոտարչի վրա, մենք բոլորս աշխատեն, հանքերը աշխատեն, իսկ որ գումարը փոխանցում են, մեր գյուղացիները այդ գումարից ոչ մի կողմ չի տեսնում։ Ինչի՞։ Ասած վերաբերյալ ասա, այն աշխատածներ թե չաշխատածներ։ Ես մի մեջ բերում եմ ուզում անել, որը Որանի, ասա թողա։ Լավ, ասա։ Ջուրի բնակիչ Սերգեյ Բեկյան։ Բոլորի լսենք։ Ես Ոստանյան ձեր աշխատողը։ ոչ թե ասենք համաձայն է, որ մարդիկ աշխատեն, լայնացում չլինի։ Այս ջուրի հիմա նրանք այնքան ունենարած, որ տարիներ առաջ այդ հանքը շահագործվել է, ոչ մեկը ոչ մի միլիոնի դոլարներ Ամերիկան գարի լավ։ Ոնց եք համաձայն որ հանք բացի։ Դու ասեց համաձայն չէ, Տերը դստի։ ասեց համաձայն, Հերթով բոլորի որ լսենք։ ընդլայնվի, այդ կարևոր է ֆիքս։ Լայնացում չի լինելու։ Այդ ում ստորգետնի է, ասա։ Եթե շահգործ ուզվեն աշխատեն, Ամեն անգամ Կարևոր բան եմ ասում, բնակիչները լսեն եւ նախարարության ներկայացուցիչները լսեն։ Քեզ եք լսենք։ Բայց մենք փոքր գյուղ ենք, լքված գյուղ ենք, այդ փոքր հանքի շահագործում է, որը չեխերի կողմից, չեխական ընկերության կողմից շահագործվել է, եւ մեր գյուղի սոցիալական ծրագրերը ինչ որ ներդրում են արել, այս հոյակապ շենքը կառուցվել է, պետք է ասել դաբրո չեխերին։ Ես ուրիշ բան չեմ ասում, մենք փոքր գյուղ ենք։ 10 տարի աշխատել Ես ինֆորմացիա եմ ուզում տամ։ Ես ուզում եմ տամ ինֆորմացիա, նախարարությունը ես վստահ եմ, որ ներկայացուցիչը վստահ եմ, որ տեղյակ է։ Ուղղակի ասեմ, որ Վանաձորը եւ Փամբակը ինքը կառավարության կողմից էսա ճանաչվում են զբոսաշրջային կլաստերներ եւ այստեղ մեծ ներդրումներ են նախատեսվում իրականացնել, արդեն միջազգային բանկերից վարկեր են վերցրել։ Ես ինքս իմ գործընկերոջ միջոցով տեսել եմ ինչպես են այդ բանկերի ներկայացուցիչներին վայքում մարզպետարանում
քննարկումների ժամանակ հարց են տվել Եղեգիսի, քանի որ Եղեգիսն էլ է կլաստերի մեջ մտնում, Եղեգիսի եւ հանքի գոյակցության, այսինքն Եղեգիս համայնքում հանքի եւ զբոսաշրջության գոյակցության մասին պաշտոնապես այնտեղ պատասխանել են, որ դրանք անհամատեղել են, այսինքն եթե հանք բացվի Եղեգիսում, մենք կհանենք Եղեգիսը կլաստերից, զբոսաշրջային։ Այսինքն այստեղ շատ կարևոր անգծել համայնքի նաև զարգացման տեսլականը եւ ռազմավարությունը, իդեպ կարևոր է առաջնորդվել, որովհետեւ այսեք օրը Լոռու մարզպետը Լոռի TV-ում հարցազրույցի ժամանակ ինքը նշեց երկու բան, եւս զբոսաշրջային կլաստերների մասին, ասեց որ ներդրումներ են նախատեսում այդում Բամբակ համայնքում, եւ դրա համար ինքը չի ցանկանա այստեղ նոր տարածքներ տեսել, դա Լոռու մարզպետից մեջբերումներ, որովհետեւ խոսացել է այսեք օրը ասել է։ Բացի այդ մի ընթացք նաև ռուսերեն խոսեն, որ մեր հյուրը հասկանան, եթե դեմ չեք, եթե կհասկանաք բոլորը։ Я хочу перейти на русский язык. Мы все часть природы, все, вне зависимости от нации. Каждый из нас должен беречь эту природу. Если вы хотите хорошее делать в Армении, я вас очень прошу, вместе с вами давайте будем строить туристический центр в этом селе. А рану открыть на планете Земле, это как рано открыть какую-нибудь скважину, там, золото, все такое. То, что имеет цену, это самое дешевое, братья мои. Давайте не гоняться за золотом, потому что желтый цвет иногда наши глаза слепыми становится, и наши души умирают. Давайте не дадим нашим душам, чтобы в материальном мире только вы жили. Есть еще и духовная жизнь. Я вас очень уважаю, есть Бог, и Бог для нас всех един. Давайте беречь природу, потому что мы часть природы, каждый из нас. Осквернять, уничтожить природу, это означает, мы сами себя убиваем. Не оставляем ничего для наших будущих поколений. То, что мы уже создали, это то, что в мире творится, все эти войны, все эти ненависть, гнев. Это от того, что мы не уважаем друг друга и не уважаем землю. Нас всех во всем мире объединяет земля. Мы все из земли сделаны, и когда умрем, будем под землей равны все. И у нас ничего не будет, всех этих денег. Спасибо вам всем, что вы сделали для села. Давайте в это собрание решим, как сделать, что это село было экологическим центром. Когда вы говорите, я не перестаю. Акопджан, как на русском языке, извините, я также буду продолжать на русском языке. Спасибо вам за внимание. Меня зовут Давид Марашек. Я чех, но я сломай. Я здесь уже с нашей командой живу 8 год. Раньше мы работали в Калбачаре, в Бабура. Я с вами 100% согласен. Мы должны природу уважать, мы здесь только временно, мы должны защищать для своих будущих генераций. Для этого мы пришли здесь из Чехии, с опытом из Ирландии, с опытом из Австралии, с опытом из Китая, где они предлагают очень-очень четкую природоохраняющую стратегию развития зеленой подбой. Знаете, мы 100% уважаем, что мы должны сохранять атмосферу, воду, как Олег говорил. Мы не хотим новых рынков открывать. Но понимаете, Армения зависима на майнинге. Здесь нет Армения зависима на бурении, значит на независимо, не согласен. Это некоторые люди так придумали. Давайте самое ценное, самое ценное во всем мире, это человеческие... Могу это закончить? Акопджан, и мы пришли предлагать очень четкий, зеленый. Я вам даже не мешал, как вы говорите. Я хочу сказать, что наш метод предлагает самые четкие варианты развития и очень работу предлагать, и это самое главное, чтобы мы помогли, и мы готовы это помочь. Давайте помочь. Да? Вот мы давайте помогать сохранять природу. Сохранять природу. Չի կարելի, չի կարելի։ Ես տակ խոսամ։
Ժողովուրդ ջան, ես ձեր կարծիքները արտահայտեք, լսենք, որ մեր նախարարության ներկայացուցիչը իմանա։ Ուրեմն նախկինը մենք նորից մարդկանց թույլ ենք տվել հիմնակություն կար, որ դիմել էր, որ արևելյան եւ արևմտյան կողմերը էլի հանքային արտադրություն ստեղծեն։ Ոչմ մենք թույլատվությունը տվինք։ Հասարել են տվել։ Մենք համաձայն ենք այսօր համաձայն ենք, որ իրանք իրար հետ համագործակցեն։ Իրար հետ եթե համագործակցեն, մեզ շատ լավ կա։ Այսինքն դուք կողմնեք, որպեսզի ավելի շատ խանդվի, հա։ Ես ասեմ։ Ես կողմ եմ, ես ինքս։ Միշտ էլ աջակցել եմ, որպես մի րոպե, հա։ Որպես վարչական ղեկավար պիտի չեզոքություն պաշտպանել։ Չեզոքությունը սենց է։ Ճիշտը նայա, որ երկու ընկերություն միասին աշխատեն մեր ճյուղին ինչ-որ մի լավ բան Դուք խոսած եք, Կարաբերքի մի քանի վազգան նրանք են որոշողը, նրանց ասածները ոչ մեկը թաշկիներ մեկ Շեշտեց բացառապես բաց տարբերակով շահագործվող հանք է եղել մինչև 24 թվականը։ Հիմա դուք ասում եք ընդլայնում չկա։ Դա կարծում եմ բոլոր քաղաքացիների եւ գյուղացիների աչքին թոսք փչել է։ Չգիտեմ, գուցե վիրավորվեք դրանից, բայց երկու լիազոր մարմինների կողմից երկու լիազոր մարմինները եւ խոս են փչում մի ողջ բնակավայրի մարդկանց աչքերին, որովհետեւ եթե ես հիմա փորեմ այս գետինը եւ իջնեմ ներքև մի հարկեր սարքեմ, դա ընդլայնում է թե չէ։ Կարող եք ինձ ասել։ Ընդլայնում է թե չէ։ Փաստացի մի րոպե, թույլ տվեք ավարտեմ։ Փաստացի տեղի ունենում ընդլայնում Սիեջում։ Ու ես չեմ հասկանում, ինչու մինչև հիմա Վանաձոր համայնքը, ես Վանաձոր համայնքի բնակիչ եմ։ Ես չեմ հասկանում մինչև հիմա ինչու 80,000 բնակչություն ունեցող Վանաձոր քաղաքը, որը եթե մայրուղին հանենք, այլ նայենք ուղիղ գծով, մոտավորապես 3 կիլոմետրի տարբերություն է տալիս Քարաբերդին։ Անգամ 3 կիլոմետր չի գալիս։ Ինչու պիտի Վանաձոր համայնքի բնակիչը չկարողանա իր կարծիքը հայտնել այս խայտառակության շուրջ, եւ ինչու պիտի միայն բնակավայրի բնակիչները ինձ ներեք ամենայն հարգանքով բոլորիդ հանդեպ, բայց մենք բոլորս գիտենք տարիներ շարունակ ինչպես են Հայաստանում լուծվել նման հարցերը։ Մենք շատ լավ գիտենք ինչպես են ճնշվում մարդիկ, ինչպես են իրենց նորից եմ ներողություն խնդրում, շատ հաճախ չքավոր եւ վատ պայմաններում ապրվող կյանքից ելնելով, խաբվում օրինակ այս կառուցած շենքով եւ ասում չեխերը որևէ լավ բան են արել համայնքի համար։ Ես չեմ կարծում որ որևէ մեկը պիտի մի շենքով, լուսավորությամբ, էլեկտրականությամբ ժամանակին պետք է ուղղակի մտածել, որ նման հանքարդյունաբերական ապագան ձեր համայնքը միայն կործանում է։ Միայն։ Հիմա իմ հարցը հետևյալն է. ինչու Վանաձորը մինչև հիմա չի համարվում ազդագիր քաղաք եւ ինչու մինչև հիմա 80,000 բնակիչներից չեք գալիս եւ կարծիք հարցնում, որտեղ ես վստահ եմ այն դիմադրությունը, որ դուք այստեղ եք տեսնում, կրկնակի եռակի Վանաձորում եք տեսնելու։ Սա խայտառակ նախագիծ է ու սա պիտի չիրականանա։ Բայց ինչու է որ եք խփում? Որ ժողովը եկան գոմախ մի փոխի Ովքեր որ ունեն մտահոգություն տվյալ հանքի ընդլայնման կամ գործունեության հետ կապված, հանգիստ կարող եք դիմել դեպի նախարարություն։
Ինչ գործեր։ Բոլոր կարծիքները ինչ ոնց արվում, ինչ արվում։ Բոլոր կարծիքը հաշվի կառնում։ Եվ տեղեկացնեմ, որ սա ոչ թե հանքի ընդլայնում, այլ ժամկետի երկարաձգում է։ Եվ գործունեության Արգենի նախարարության ներկայացուցիչ։ Այն ինչ որ ստեղ ասում եք, քննարկում եք, սա քննարկումը նրա համար է, որպեսզի հենց ձևակերպվի որպես գրավոր առաջարկություն եւ արձանագրության մեջ, եւ ձեր դիտարկումների մեջ, ես եւ հարցադրումներ նշեցի, եւ մտահոգություններ արտահայտեցի, եւ կոնկրետ հարց, ինչու Վանաձոր, առաջարկում ենք, անկախ ամեն ինչից Վանաձորը դիտարկել ազդակի։ Հիմա արդեն 4 հանրային քննարկումի ժամանակ։ Ես այստեղ չնեմ, բայց գիտեմ, որ սարքիկը ինչ է։ Ժողովուրդ ջան, բոլորը լսեցի, հիմա նայեք, եթե ինչ-որ մեկը կունենաք առաջարկություն դրական, բացասական, կարաք գրավոր ունեք լքեն նախարարությանը։ Մենք երեք անգամ հանրային լսում անց ենք ասես, արդեն 4-րդ հանրային լսումն է, բոլորիս կարծիքները գիտենք, ով արդեն բազա, ով ինչ կարծիք ունի, ով ինչ կարծիք չունի, մենք որ խաղաղության մեջ եղեք իրար հետ, մեր գնալուց հետո, որևէ կոնֆլիկտ չունենաք իրար հետ, գնան նախարարությունը իր որոշումը կկայացնի, մինչև հետո դուք կարաք գրավոր լքեն նախարարությանը դիմեք։ Մենք որ Ինչ հարց տվեք, որ չընդհատեմ, էլի։ Ես հարցնամ։ Չէ, հերթ տվեք։ Լավ, մեր գործընկերոջները լսենք ու փակենք։ Առաջնահերթ ճշտել գործունեության անվանումը տգեն նախարարության։ Առաջնահերթ ճշտել արդյոք համապատասխանում է լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը։ Օրենք, ես գիտեմ, ես ինչ կարամ, ինչ չեմ կարող։ Մենք գործադրել ենք, մենք իրավասություն չունենք։ Իսկությանը կասկածային ուղարկենք այլ մարդի, որ ճշտենք ինչ են մեզ ներկայացել, դրա համար դուք են ներկայացել։ Գործունեության տեսակի գործունեության ասանալու ընկերության ներկայացուցիչը ասում է գործունեության տեսակի փոփոխություն։ Բացահանալով շատ բարի։ Դուք սպառել եք ինչ-որ հիմնական ծավալը ոսկու։ Արգելի գործունեություն հանգարում եք։ Ես շատ կուզեի նաև լսենք, էլի բոլորով ես մասը։ Մի հիմնական մասը սպառել եք, ոչ, վերջացել է լիցենզիա, դուք ունեք քարահանքում եւ հողի մեջ որոշակի մնացորդային պաշար ոսկու։ Խնդրում եք ժամանակ դա եւս արդյունավետելու համար, ճիշտ է։ Հիմա երբ որ ժամկետը ավարտվում է, պիտի իրականացնեք ռեգուլտիվացը եւ վերացնեք վնասները, ճիշտ է։ Խնդրում եք ժամանակ, ոչ թե հիմա, այլ 9 տարի հետո վերացնեք վնասները։ 9 տարի հետո, երբ որ ամբողջությամբ քամեք ոսկին, նոր վերացնեք վնասները, ոչ թե հիմա, մինչդեռ ժամկետը, որը նախապես ձեզ տրամադրվել էր, այսքանն է։ Վերացրեք, եկեք նոր նախագծով գուցե։ Եվ գուցե ժամանակ արդեն Փամբակը կամ Քարաբերդը լինի Վանաձոր համայնքի մաս, եւ մենք կհանդիպենք Վանաձորում շատ մարդկանցով, շատ ավելի բազմազան կարծիքներով։ Ես նախագծող ընկերության ներկայացուցիչ եմ, ես կոնկրետ Ասաթին պետք է դիմեք այդ հարցով, բայց ես ասեմ նա չեն յայքն ասում։ Տեսեք այդ ամբողջ 9 տարում, բացի այն, որ ռեգուլտիվացնելու են իրանց կատարված աշխատանքները, նաև նախորդ աշխատանքները։ Տեսեք միանշանակ ներկայացնում է, որ ընդլայնում է տեղ ունենում, բայց գործող եղած պաշարները փակ եղանակով է նախատեսում շահագործել, ինչը զգալի ավելի քիչ վնասների է վերաբնապատել։ Այսինքն մի ձևի վնաս տվել, տեսեք, ամեն ինչ այդքան պարզ չի, որ վնաս է բերում եւ այդ ամեն ինչը անցնում է փորձաքննություն պետական, ինչ վնասներ են բերում եւ այդ վնասների դեմ ոնց են պայքարում։ Վնասների մեծ մասը ամբողջությամբ չեզոքացվում է, մի մասը մեղմվում է։ Ցանկացած բոլոր ինչ գործունեություն անեք, բնությունը վնաս է տալիս։ Միանշանակ կանհնար է նենց աշխատել, դուք ձեր ստեղ գալով եք մեքենայով վնաս եք բնությանը տալիս։ Հիմա ընկերությունը դա է նախատեսում։ Ընկերությունը տեսեք, ասում եք ժողովրդին չքավորության մեջ 40 աշխատատեղ է ստեղծելու, ներդրումներ է կատարելու, սոցիալական ծրագրեր է վերջին տարիներին քանի աշխատատեղ բնակավայրի համար ստեղծեց 9 տարի հետո, չէ, նախորդ տարիներին, անցած տարիներին։ Հիմա ուզում եմ քանի աշխատատեղ նախորդի մասին չեմ ուզում, քանի որ սահմանափակ է իրականացվել։ Դուք ասում եք մեծ մասը արդյունահանվել է, չեմ, զգալի մասը։ Ես տվերը ներկայացրեցի, դուք հասկացեք, որ շատ չնչին մասն է արդյունահանվել, շատ քիչ է աշխատել։
Ես չեմ կարող։ Անեհանում 40 հոգու չարժելի общий բնությունը։ Տեսեք, ստեղ չստացվի, որ բոլորը լավ եք ցանկանում, մենք վատը, մենք եթե դեմ եք, կոնկրետ ասեք դեմ եք, ինչի համար եք։ Բայց ինչի է բնությանը որ վնասն է, բայց որ այդ բնությանը պետք է արածվի, դրա համար վնաս։ Հարազատ, այդ բնությանը վնասը, ասա ինչ վնաս է։ Բացում ես, ով Չէ, ասա ինչ վնաս է բերում, մասնակետը դրա պատասխանեն։ Փոշին կարի հանք էլ մենակ ոսկին չի կարի հանք։ Կարի հանքից մի խոսացեք։ Ես էլ փոշի են անում։ Կաձե, փոշը նստեցում է նախատեսվում, ներկա որ հարցրեք ինչ է։ Հարցրեք ինչ է արել, որ փոշի չես պատասխանել։ Հարցրեք։ Նախորդ անգամ ասեք ինչ վնաս է։ Ասեք ինչ վնաս է, արդեն կրած վնասները, որոնք նախորդ անգամ որ տվություն ստանալ, դուք չեք անձամբ, նախորդ անգամ արդյունահանման տվություն ստացողը խոստացել է։ Պայմանական 4 տարի այսքան ոսկի, այսքան օգուտ։ Առաջ գնալու համար մի սկզբից 5 տարի։ Հիմա այդ ամենից խոսքը բարել։ Հիմա տեսեք, գործող հանք կա, որը աշխատեն սա ամեն ինչ կա։ Գործող հանք կա, իսկ հիմա նախատեսվում է ինքը տենց է մնալու բացահանքը, որ սենց մնա, չէ՞։ Չի ռեգուստիվացվելու։ Հիմա ընկերությունը նախատեսում է շահագործի զուգահեռ նաև ավարտից հետո համ նախորդը նախորդ տվության ժամանակ չէր նախատեսում։ Դե նախորդից է խոսում։ Նախորդ անգամ դուք եկաք գումարները, ես եկա ձեր մոտ, խնդրում եմ ինձ ջուր, ես քեզ հետո կվերադարձնեմ։ Միջև վերադարձնեմ ժամկետը, գալիս եմ ասում, մի քիչ էլ դուք այդ վաղ կվերադարձնեմ։ Ես էլ ուրիշ օրինակ վերեմ, ընկերությունը ներդրումներ է կատարում հսկայական, գալիս է ստեղ ժողովրդի մեջ աշխատելու, չի կարող այնպես լինի, որ ժողովրդի ցանկությամբ չլինի։ Չէ, նախորդի մասին եկեք չխոսենք։ Այստեղ կարող է ինչ-որ մեկը ներդրում անի ու չմտածի այնպիսի պայման ստեղծի, որ բոլորին գոհացնի։ Գնայք, բայց նախորդ ասված է այդ նույնը դերություն, չէ՞։ Խոխվել են։ Մասնակցել է թող բանալի ստորագրի։ Իրոք է լրություն։ Ես ուզում եմ ապրանքից եկեն մատայտ մրացել, վիշը պիետանով եմ ապրել։ Բայց ինչով եք վստահ, որ հանքի Իսկ ինչով եք վստահ, որ դրանից չէ։ Դե պետք է ամեն ինչ որ կողմը ներկայացնում է, պետք է հիմնակողմն է, Նոր բացվող հանքը նախ համաձայն չեն, որ բացվի, առաջինը համաձայն չեն, երկրորդն էլ այդ շահագործվող հանքն էլ մենք այն անգամ ենք խոսացել, որ լայնացում չի լինելու, դրանով թե բավարարվում են, չէ, լայնացում չի լինելու ընդհանրապես, մարդիկ խոստացել են, որ ոսկա այդ ձևի տելել, մենք մեկս էլ համաձայն չենք, ինչ որ ասում յուղացոնցի ցուցակ են վեկալել տարել փամբակ չգիտեմ, ես նախ չեմ գրվել, առաջինը ես իմ կողմից ես չեմ գրվել, չգիտեմ դա ոնց է, ինչ է, ես դա խաբարություն չունեմ։ Գործող հանքը դեղմի չենք կարել տոշն իմանանք, վնաս տվել է, չի տվել, ասենք այդ հանքը այդքան չի, ինչքան մեզ վերևի հանքն է, այդ վերևի հանքը ավելի շատ վնաս է տալի մեզ, կանց թե այդ գործող հանքը։ Դե վնաս այն է տալի, որ թոզը ասենք հանքի միջին թոզը բրցանում է, գնում է, ասենց պտտվում գալի սա հնձելատեղերը անասունը գնում արածելու չկա, այն առաջվա, որ կաթ հատվել չկա այդ կաթը, միս հատվել չկա, այսօր շատ ենք տուժում էլ, ասենք, լարիվ է բաները կանդեցին, ճամպեք սարթեցին, բաներ արեցին, իհարկե շատ վնաս է, թոզը բրցանում է, ոբշեմ, գիշեր ցերեկ մարդիկ աշխատում են, այս գյուղին չեն օգնեմ, ինչ որ մի բանով, դե նոր
գործող շահագործանքի մասին ես դեմ եմ։ Նոր հանքի շահագործումը կարող վնասացնեն այդ միջավայրին, եթե նոր հանքը բացեցին 100 մետր ամենակիչը շարավիղով պետք է պլաշատ կանեն, որ ասենք իրանց մեքենաները կան կանեն, բացի դրանից, դա բնությանը վնաս տվեց, բացի դրանից, իրանք 6 մետր լենության ճամփա են գցելու, որ այդ մեքենաները իրար կողքի անցնեն, այդ էլ երկրորդ վնասը, համ անասունի արոտավարին, համ մեր հնդելատեղին, բացի դրանից այդ մեքենաները, որ գնացին այդ գազերը, այդ փոշին, որ նստեց այդ հնդելախոտի վրա, խոտը հնձում ենք, բերում ենք, այն առաջները, որ այսքան խոտ էինք տալի, այսքան էլ չէին վերցնում առաջից, իսկ մի այսքան տալիս ենք, այսքան առաջներս թափում ենք, որովհետև այդ փոշին նստում է խոտի վրա, ծաղիկը թափում է, այդ խոտ չի մնում, փոշին է մնում, չոփերը, ոնց որ մարդիկ գնան մետրով կապետ բերեն ձմեռը բարեն, մեր անասունները դրա համար վարի են գնում, սնունդ չկա, խոտի մեջին սնունդ չկա, որ անասունը սնվի, իրան պահի, դղարը մա, մի կները իմ վրա վերցնեմ, եթե ես օրվա միջին մի շաբաթ հատ չուտել, կնիհարեմ թե չէ, նույնն էլ անասունն է, ինչ տարբերություն, մարդիկ են, ջահել տղեկ են, ասենք ես տարեք սարած մարդ եմ, 75 տարեկան մարդ եմ, 20 տարի ավտոբուս եմ քշել քաղաքը, բան, Երևան, վերջը, ես ապրել եմ իրանք, բայց ջահել մարդիկ իրանց ընտանիքը, իրանց տունու տեղը, իրանց փորփա երեխեքին թողել են, եկել են այս անասունները իրանստել, որ 2 կոպեկ առնեն, իրանց երեխեքին պահեն, հմիկ այս անդեր դաբաղն անգեն մեջը, մարդիկ չեն կարան գոնե իրանց երեխանցը կաթով սննեն, որովհետև վախում են, ինչ իդես կաթի մեջ ինչ կա, տուրջան։ Մենք ականատեսն ենք լինում հիմա, որ բախվում ենք այն խնդրին, որ նախորդ անգամները, այսինքն նախորդ լսումներին, որ եղել են այս նախաձեռնված այս ընկերության կողմից, տեղական իշխանությունների կողմից, մենք ականատեսն ենք լինում, որ նախորդ բոլոր լսումների քաղաքացիների կարծիքները հաշվի չեն առնվել։ Օրինակ նույն Վանաձորի ազդակիր լինելու վերաբերյալ կամ այլ խնդիրների, երբ որ մարդիկ ասել են մենք չենք ուզում, որ չգիտեմ, հանքը ընդլայնվի կամ նոր պաշարներ, ոչինչ հաշվի չի առնվել եւ ով չի հաշվի առնում։ Բնականաբար տեղական իշխանություններից է ամենաառաջին ամեն ինչ գալիս եւ կարծես թե այն ժամանակ տեղական իշխանությունները այսինքն համաունչ էին գնում այս ամեն ինչի հետ եւ դա բերել է նրան, որ համայնքում սոցիալական լարվածություն է ստեղծել։ Այսինքն մարդիկ կան, որ մեկ այլ ընկերության կողմնակիցներ են, մարդիկ կան, որ այս ընկերության կողմ, մարդիկ էլ կան, որ չեզոք են։ Եվ գիտեք վատը ինչն է, որ չեզոքներին շատ քիչ են լսում։ Հիմա նախարարությունը ինչ պետք է անի, պետք է ամեն ինչ այստեղից ստացված տեղեկատվությունը, որը որ ինքը ստացել է, ինքը պետք է մի հատ վերլուծի եւ հասկանա, այս ձևաչափով ինքը լիցենզիայի երկարացում թույլ է տալիս, թե թույլ չի տալիս։ Միանշանակ այստեղ նոր պաշարների հանքարդյունը անում, այն էլ ես հարց ուղղեցի ստորգետնյա, ինչ վնասներ կարող են լինեն, ստուգվել է գրունտը, չի ստուգվել, դրա պատասխանները կարծես թե չկան, այսինքն միանշանակ պետք է լիցենզիան այս պայն չի երկարացվի եւ փոխեն նախագիծ, գան մտեն զուտ իրենց բաց հանքի, չգիտեմ, ավարտում են, փակում են, ռեկուլտիվացիա են անում, ինչ են անում, այսինքն նոր պաշարներ չպետք է ուղղեն։ Եվ այս ամբողջ ինչ որ մենք հիմա տեսնում ենք, նաև հակասության մեջ է մարզի զարգացման, համայնքի զարգացման ստրատեգիաների հետ։ Այստեղ մարդիկ ցանկանում են զբոսաշրջություն զարգացնել, ինքը ճանաչվել է կլաստեր, եւ Փամբակը, եւ Վանաձորը, այստեղ բերում են ցանկանում են նոր եւ նոր հանքեր, ստեղծել եւ ընդլայնել։ Միանշանակ պետք է նախարարությունը բացասական տա, այսինքն այս լսումները, եթե մենք տեսնում ենք իր տրամադրությունները, պետք է բացասական տա եւ մերժի եւ երկրորդը կարևոր է, որպեսզի շմագ օրենքում կատարվեն փոփոխություններ, հիմա դա նախաձեռնվել են, որքան ես տեղյակ եմ, եւ այսպիսի մարդկանց իրար դեմ լարումներ համայնքներում պակասեն կչանան։